Ֆրանսիայի նախագահ Մակրոնը Փաշինյանին ողջունում է եկեղեցու նկատմամբ գրոհի, ժողովրդին ճնշելու, հեծը խլելու համար, դա անվանում ժողովրդավարության ամրապնդում։ Ռուսաստանի արտգործնախարարն ասում է, Հայաստանում ստեղծված իրավիճակը այդ երկրի ներքին գործն է, բայց եկեղեցու վրա հարձակումները մտահոգիչ չեն։ Այսքան բան ասում։ Միրզոյանը նյարդայնանում է ու մեղադրում Լավրովին, որ մեր երկրի ներքին գործերին մի խառնվի։ Իսկ Մակրոնը, որ կոնկրետ խառնվում է մեր երկրի ներքին գործերին, այդտեղ լռություն է, գոհ են, աջակցություն է դա։ Օրինակ, ինչի համար, որ Մակրոնը շնորհավորում է Նիկոլին, որ նա էլ իր երկրում այդ իրավիճակում ոնց կվարվեր։ Եթե իր մտքով անգամ անցնի Ֆրանսիայում, կարող է այդ բառապաշարով գրել եկեղեցու մասին, կկարողանար հարձակվել հոգևորականների վրա։ Իր երկրում ինքը ռիսկ կաներ բիզնես խլել, էլ չեմ ասում բիզնեսը խլելու համար էլ ղեկավարին բանտներ էր։ Այսօր Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության ներկայացուցիչ Կայա Կալասն ասել էր. մենք կշարունակենք գումար տալ, աջակցել Հայաստանի ժողովրդավարությանը։ Պետք է ասեմ, ինչքան աջակցեցիք, լրիվ հերիք է, կուշտենք։ Մի քիչ էլ գնացեք ուրիշ երկրի աջակցեք։ Առաջ որ այսքան չէիք աջակցում, մեր երկրի վիճակը բազմակի լավ էր։